Պարոն Դանիելյան, չգիտեմ դուք լսում եք թե չէ, ձեր քպական գործընկերները միաբերան դատապարտում էին մարդկանց անձնական կյանքի մեջ մտնելու այն տեսանյութերը, որոնք որ հրապարակվել են, բայց մենք հիշում ենք ոչ վաղ անցյալում, թե նրանք ինչպես էին իրենց գործընկեր ոչ քահանա, ոչ հոգևորական Հովիկ Աղազարյանի հեռախոսը բացել, փորփրել, անձնական տվյալներ բարձրաձայնել եւ այլն։ Երբ այսպես համեմատություն եք անում, հիմնավոր են այն պնդումները, այսինքն հավատում եք հպականերին, որ դատապարտում են անձնական կյանքի մեջ մտնելու այսպես խախտումը, սահմանադրական իրավունքը եւ այլն, շնորհակալություն։ Նախ ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ Հովիկ Աղազարյանի այսպես ասած ամբոստացումից հետո, երբ որ ինքը ընդվզեց որոշ հարցերի վերաբերյալ, այնուհետև հեռախոսը ձեռքից վերցրեցին, այդ նյութերը հեռախոսի պարունակությունը դարձել է ԿՊ վարչության սեղանի ուրեմն, հա? Այո, սեղանի զարդը, այսինքն գրեթե բոլոր ԿՊ-ականները ծանոթացել են ուրեմն Հովիկ Աղազարյանի անձնական բնույթի նամակագրությանը։ Սա ինձ համար ցուցիչ է, որ սենց ասենք, էլի նույն բանը, եթե տեղի ունենար, եթե Աստված մի արարծե, ընդդիմադիր էլի բանում, ես նույն գնահատականը կտայի։ Ոչ մեկ իրավունք չունի մտնել մարդու անձնական կյանք։ Հետո մի ուրիշ ասպեկտից էլ նայենք, դա քրեորեն հետապնդելի արարք է, քրեորեն հետապնդելի մարդու անձնական կյանքը, չգիտեմ, նկարահանել կամ այդ, չգիտեմ, SMS հաղորդագրությունները հանրությանը բանանել, դա կներեք, ոչ բարոյական է, ոչ էլ իրավական է։ Խստիվ դատապարտելի է։ Եվ ես չեմ ուրախանա, որ վաղը մյուս օր ԿՊ-ականների էլի անձնական բնույթի, չգիտեմ, տեսակ կամ նկարահանումները կամ եսի ինչը, էլի հանրության, չգիտեմ, ինչ որ մեդիա բաներով գնա եւ դա ես էլի ընդունելի չեմ համարում։ Վատ տեղ է տանում դա, լավ տեղ չի տանում։ Միանշանակ դատապարտելի է։ Եվ այս գործելավոճը պետք է վերջացնեն, ինչ անշանակում, չգիտեմ, բանը, ասում են, դե պետք է հասարակությունը բանանի, մարդու անձնական կյանքը մտնելը դա նորմալ չի եւ միանշանակ դատապարտել։ Նաև լրացում անեմ գործընկերոջս, ոչ միայն դատապարտելի, այլ նաև փաստում է մասին, որ ով որ մտնում է անձնական կյանք եւ դրանով փորձում է խնդիրը իր լուծել, ուրեմն ինքը թույլ է, իր փաստարկները թույլ են կամ զրոյական, եւ դա նաև պատճառը, որ արդեն անթույլատրելի եւ անհարիր հակաիրավական վարքագիծ են դրսևորում։ Ցանկացած մեկը ցանկացած նպատակի համար։ Այստեղ որևէ խտրականություն չի կարելի դնել։ Այսինքն փաստարկը զրո է եւ դու դրա համար դիմում ես անթույլատրելի գործիքակազմի։